նախագծելու եմ կորսետ գրացիա, չափը, որով ես աշխատելու եմ, դա XS չափն է, այսինքն իրականում 36-38 չափերն են լինելու, կարող եմ նույնիսկ մի հատ X ավելացնել, այդքան որ փոքր է չափը։ Հիմնականում որ աշխատում եմ հիմա, ես աշխատում եմ մեծահասակների գծագրով, բայց նախագծում եմ 17 տարեկան, 17 տարեկանը համարվում է արդեն կամ էլ պատկանում է արդեն մեծահասակների գծագրին, բայց հաշվի ենք առնում, որ ֆորմաները կանացի չեն դեռևս, այնպես ինչպես որ պետք է լինի, օրինակ 20 տարեկան, 25 տարեկան արդեն ամբողջությամբ ձևավորված ֆորմաները ձևերը։ Այսինքն դա հաշվի ենք առնում եւ կան որոշակի փոփոխություններ, երբ որ մենք աշխատում ենք անհատական չափերով եւ տիպային չափերով։ Անհատական չափերը, որ ես չափել եմ անհատից, գրված են այս սյունակի մեջ։ Այստեղ ես մի քանի չափերը վերլուծում եմ, որպեսզի հասկանամ ինչ փոփոխություններ կարող եմ կատարել, կարող եմ արդյոք վերցնել տիպային չաշկա, այդ ներսի դրվող կուպկան։ Այստեղ տիպային չափերն են, որը նախատեսված է կրծկալի համար, դասական կորսետի համար, բայց ես նախագծում եմ գրացիա, ուրիշ գծագիր է, բայց կապ ունի սրա հետ, եւ հիմա ցույց տամ իմ վերլուծությունները։ Ես ստուգում եմ առաջի չափը, դա կրծքի շրջագիծն է, որը որոշում է մեր ռազմերը չափը, այստեղ իմ մոտ 72 է, բայց տիպայինը սկսվում է 80-ից։ Հաշվի եմ առնում դա, որ չափը ավելի մեծ չափի համար է, ամեն ինչը նախատեսված։ Եվ չկա այն չափը, որ ես ուզում եմ։ Կրծքի շրջագիծը, որը վերցնում են ամենայից ստորին հատվածով, կրծքի ներքևի հատվածով, այստեղ 64 է, այն համապատասխանում է կոնկրետ այս XS չափին, դա այստեղ 68 է, բայց +-5 սանտիմետր կա, դրա համար կարող ենք համարել, որ համապատասխանում է։ Եվ չափերը ստուգվում է նաև երկու չափն եմ ստուգում, այս ուղղահայաց գծերը, որը չափում են կրծքի հիմքով մինչև վերևի հիմքը եւ հորիզոնական այս չափը, դրանք նույնպես շատ մոտ են, օրինակ ուղղահայաց չափը, որը բարձր է, այստեղ կոնկրետ եթե լիքն է կրծքագեղձը, այդպես ասեմ, մեծ է, ապա այն իր տեղում է, այստեղ 14 սանտիմետր է, ես 14 եմ չափել, բայց ես մի փոքր վերև եմ չափել, քան իրական տեղը կար։ Իսկ հորիզոնական չափը այստեղ մեծ է, դե մեծ է, որովհետև կրծքագեղձը ավելի մեծ է, համեմատած այն, որ ես հիմա աշխատում եմ, իմ մոտ 16 է, ես կարող եմ իրան փոփոխել 17 դարձնել, հաշվի առնելով, որ հնարավոր է ես մի փոքր 5 մմ այս կողմ այն կողմ եմ դրել եւ հնարավոր է ես սխալ չափ վերջած լինեմ, ես դա հաշվի եմ առնում եւ մեջտեղի ինչ որ հատված եմ գտնում, 17 եմ վերցնում, այսինքն միջինացնում եմ թիվը, մոտեցնում եմ, բայց ամբողջությամբ չեմ փոխում։ Կա այսպիսի մի չափ, որը նույնպես ցանկալի է, որ մարդու վրա չափվի, դա կրծքի հիմքից մինչև գոտկատեղի այդ չափն է, գոտկատեղի գիծը։ Իսկն այս չափը, իհարկե մենք կարող ենք անհատից չափել այդ չափը, անհատի վրա, հաշվի առնելով այն կտրվածքը, որտեղ որ ձեր զգեստը ունենալու է։ Ցույց տամ ֆորեսկիզը, սա իմ առաջի տեսանյութը չի, դրա համար այսպես արդեն խզվված է։ Այստեղ եթե ես հաշվի առնեմ, թե որտեղ է լինելու այս կտրվածքը ըստ հասակի եմ նայում, ես միշտ այդպես եմ նայում, չնայած նրա որ կարող է գոտկատեղը լինի բարձր եւ գոտկատեղը լինի ցածր, կապված իրանի ձևից, ֆորմաներից մարդու, ես նայում եմ թե կոնկրետ որտեղ է մարդուն հարմար, մարդը որ սիրում է, որ այն լինի հենց իր տեղում կամ հատուկ բարձրացնում է վերև, որպեսզի ավելի երկար երևան ոտքերը, իհարկե կա չափ, բայց կա նաև հակառակը, երբ որ իջեցնում են, որտեղ չեն սիրում, որ հենց ընկնում է գոտկատեղի գիծը, գոտկատեղի գծում եւ իջեցնում են մոտ մինչեւ 3 կամ 5 սանտիմետր նայած մարդ։ Եվ եւս մի չափ, որին ես կուզենայի, որ դուք ուշադրություն դարձնեք եւ վերլուծեք, մտածեք, եթե դուք օրինակ վերցրել եք գոտկատեղի շրջագիծը, իմ մոտ այն 63 սանտիմետր է, ունենք շղթա, ուրեմն լինելու է 63 սանտիմետրը, ոնց որ վերցրել եք, բայց եթե կան կապեր, ապա լավ կլինի, որ դուք այդ 63 սանտիմետրը քչացնեք մինչև 5 սանտիմետր, դա կարող է լինել -3 սանտիմետր, որքան եք ուզում, որ այդ արանքը կապերի միջև կոնկրետ այս գոտկատեղի գծում լինի։ Եթե այդ արանքը չեղավ գոտկատեղի գծում, այս գծերը կարող են փոփոխվել, որտեղ այստեղ ոսկրային փոքր ազատ տարածություն ունենք, հետո ոսկորներն են արդեն գալիս, բայց դուք կարող եք ձգել կրծքավանդակի արդեն հատվածը, եւ եթե մենք ձգենք, ունենանք այսպիսի մի հատ թելի նման բան, այսինքն կապերը կգան իրար այսպես շատ մոտիկ ու դուք մեջտեղից կունենաք այդ թելը, որ ձգում եք երկու կողմից, կունենաք մի հատ այդպես գիծ, թելի նման։ Բայց եթե դուք ուզում եք ունենաք այսպիսի գեղեցիկ կապեր այս հատվածում, ապա որոշեք, թե որքան եք ուզում, որ ձեր այդ ուճաշկան նեղացնելու հատվածը լինի։ Ես արել եմ -3 սանտիմետր, բայց կարող եմ ընթացքում, պրիմերկայի ընթացքում քչացնեմ կարերի մեջ տալու որոշակի էլի չափեր եւ ունենամ մինչեւ -5, բայց մինչեւ -5-ը չձգեմ։ Իմացեք, եթե օրինակ կորսետը ձևավորում է մարմինը, միանգամից 5-ից ավել չեն նեղացնում մարմինը, որովհետեւ նույնիսկ 5-ը պետք է քիչ-քիչ գաք։ Մինչեւ, այդպես ասեմ, 15 սանտիմետր մինուս
Պոդկատեղի շրջակիցը կարող է հասնել, բայց միանգամից 15 սանտիմետր անել, 10 անել, նույնիսկ 5 անել, դա վնասակար է առողջությանը։ Իսկ դուք կորսետ կրողները, եթե դա գիրկոյան հագուստ չի, այլ կրում եք, որպեսզի ձեր իրանը ձևավորվի, այդ 1 սանտիմետրները քչացնում են ընթացքում, կրում են մի քիչ, հարմարվում է մարմինը այդ քչացումին ու նորից են մի քիչ քչացնում ու այդպես քչացնում են մինչև ցանկալի չափը, որ ուզում են որ նեղանա այդ հատվածը։ 15 սանտիմետր քչացնելուց արդեն շատ գնում է դեպի նույնիսկ 15-ը արդեն համարվում է օրգանների դեֆորմացում, քանի որ իմ գիրքը Գրնականում եղել է կորսետների մասին, առաջի դասը ես հենց այդ մասին եմ խոսել, որ պատմություն եմ ներկայացրել, իրականում չի անի դա, եթե առողջությանը վնաս չլիներ, դրա համար ես փոքր նյութով անդրադարձել եմ մեր անցած այդպես ասած դարերով եկած պատմությանը մարդկության եւ օրգանների այս վնասը եղել է տարբեր դարաշրջաններում, ժամանակաշրջաններում, մարդիկ կամ հրաժարվել են կամ թողել են կորսետը, զուտ նրա համար, որ այն չի համարվել առողջության համար բարենպաստ։ Դրա համար հիմա ամեն ինչ արվում է, որ համ ֆորմաները մոդելավորվի, համ չլինի վնաս կտորների, ձգողականության, կապերի, ցանկացած տեսակի հիվաներ, մտածում եմ, որ այն լինի ավելի հարմարավետ։ Կրծկալը այդ տարբերակներից մեկն է, այն գնալով ավելի հարմարավետ է դառնում, մարդիկ աշխատում են այդ ուղղությամբ։ Թեմայից մի փոքր շեղվեցի, որովհետև գիրքը, որից ես օգտվելու եմ գծագրման ժամանակ, ես խոստացել եմ մի ժամանակ իմ տեսանյութերից մեկի մեջ, որ կնկարեմ այս գրացիայի տեսանյութը, սա միակ բանն է, որ չկա տեսանյութ, եւ կտեղադրեմ բաց տարբերակով։ Որ դրա համար այսպես մի փոքր խորացա այս տեսանյութի մեջ այս թեմայով։ Դա աշխատանքային տեսանյութ էր, որտեղ ես ցույց տվեցի իմ վերլուծությունները անհատի եւ տիպային չափերի հետ։